Կոպիտ ասած հետը վարկա վերցրել կամ երաշխավորություն տվել մի ընկերության, որ ասենք օրինակ կոշիկի առևտրով կարող ենք այդպես ենթադրել եւ հատկանշական հենց այս խախտման այն է, որ դրանով հետը իր ենթակառուցվածքները դրել է ուղղակիորեն ռիսկի տակ եւ տվյալ ընկերությունը իրենց պարտավորությունը բանկերի նկատմամբ չկատարելու կամ պատշաճ չկատարելու արդյունքում բանկերը կարող էին բռնագանձման բարույթներ հարուցել սահմանված օրենսդրական կարգերով հեծի նկատմամբ եւ օրինակ հեծի ենթակառուցվածքները կամ ենթականների մի մասը կամ ամբողջ էներգետիկ համակարգը հայտնվեր ինչ որ X ընկերության ձեռքում։ Կներեք, ասենք այդ բանկերը իրանց հերթինգային, միջազգայիններն իրենց հերթինգային են, մյուսներ իրենց հերթինգային, մենք էներգետիկ համակարգը ընդհանրապես կոլապսի առաջ կարար կանգնել։ Իրավացի, այո։ Եվ մեր գործողությունների նպատակադրումը հենց Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքը այս սպառնալիքից դուրս բերելն է։ Այո, կանխելու նմանատիպ հնարավոր զարգացումը որովհետև որ դա տեղի ունենար, իհարկե, ինչ էին ասելու մարդիկ, ասել են, բա այդ կառավարությունը ուր էր նա, բա կարգավորող մարմինը ուր էր նա, բա օպերատիվ մարմիններն ու իրավապահ մարմինները ուր էին նա։